Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ես այսօր մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, հարց առաջին, որն է քո ամենասիրելի միջոցառումը։ Իմ ամենասիրելի միջոցառումը դա հարսանիքն է, որովհետև այդ օրը ծնվում է նոր ընտանիք եւ բոլորը վստահ են, որ այդ ընտանիքը լինելու է երջանիկ, տալու է լավ սերունդ եւ այդ սերունդը ինչ որ մի օգուտ է տալու մեր երկրին եւ այդպես շարունակ։ Դրա համար շատ եմ սիրում հարսանիք վարել։ Բայց բոլոր միջոցառումներն էլ սիրում եմ, այնպես չի որ միայն հարսանիքը, բայց ամենաշատը հարսանիք։ Ինչպիսին պետք է լինի ժամանակակից Թամադան։ Ժամանակակից Թամադան կլոուն պետքա չլինի, ինքը պետքա լինի անմիջական, բարեհամբույր եւ բարեկիրթ, սրված պատասխանատվության զգացումով, անի իր գործը եւ այդ օրը հավուր պատշաճի ներկայանա, այլ ոչ թե կլոունություն անի։ Հաջորդ հարցը. ձեր ոլորտում այնպիսի մարդիկ կան, որոնք ազդում են քո ներվերի վրա։ Բոլոր ոլորտներում էլ կան։ Այո, եթե տվյալ մարդը գեղազավր է, հա, ես ինձ կոպիտ ասեմ, ինքը չհաստատված, չկայացած մարդ է ու պատահաբար թե ինչ-որ մեկի միջոցով հայտնվում է մեր ոլորտում, փորձում է ինքնահաստատվել եւ կայանալ եւ դրանով գցում է գործի որակը։ Անկախ նրանից նա մենեջեր է, երգիչ է, DJ է, թամադա է, մատուցող է եւ այդպես շարունակ։ Պետք է ամեն մեկը անի իր գործը։ Վախենում ես մահից։ Ոչ, մահից չեմ վախենում։ Վախենում եմ անիմաստ եւ անորակ ապրելուց եւ ինչ որ մեկի համար ապրելուց եմ վախենում։ Ես ուզում եմ ապրել կյանքով լի եւ առաջինը ապրել իմ համար, հետո իմ հարազատների։ Ինչ տվեց քեզ քո գործունեությունը։ Իմ գործունեությունը ինձ շատ բաներ տվեց։ Նախ ես ավելի ու ավելի իմաստուն դարձա, այն առումով, որ ավելի ու ավելի լավ կարողացա ճանաչել մարդկանց։ Տարվա որ եղանակն է սիրում։ Ես իմ էությամբ ջերմ մարդ եմ, տաք մարդ եմ եւ բնականաբար սիրում եմ ամառը։ Ունես սիրած անձնավորություն։ Ոչ, սիրած անձնավորություն չունեմ, ես փնտրում եմ իմ սիրած անձնավորությունը եւ վստահ եմ, որ իմ սիրած անձնավորությունը նույնպես ինձ է փնտրում։ Հետևաբար, սիրած անձնավորություն, եթե դու ինձ փնտրում ես, իմացիր, որ ես էլ քեզ եմ փնտրում, արձագանքիր։ Միգուցե դու ինձ ավելի շուտ ես գտել։ Իսկ վերջում ես ձեզ ուզում եմ մաղթել լիակատար երջանկություն, որպեսզի դուք վայելեք ձեր կյանքի ցանկացած ակնթարթը եւ բավարարված լինեք ձեր անձնական ու գործնական կյանքից։ Ամենալավն ու բարին ձեզ, շնորհակալություն ձեր հարցերի համար։